Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին հայտարարության նախագծին։ Դրա ընդունմանը դեմ էին հանձնաժողովի ՔՊԱ-ական անդամները, հենց նրանք էլ մեծամասնություն են հանձնաժողովում։ Կոչ եմ անում ձեզ դեմ քվեարկել նշված նախագծին, որովհետև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը այլ ընթացակարգով է անցնում, այլ իրավական ընթացակարգով Տիկին Մկրտչյան, իսկ այս հայտարարությունը, որ անհրաժեշտ է լսումները կազմակերպելու համար, մենք ընդունել ենք ի գիտություն։ Խորհրդարանի թվով ամենափոքր ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագիծը գլխադասային հանձնաժողովում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները մոտ 3 ժամ քննարկեցին։ Հիմնավորումները, որոնք շարադրված են փաստաթղթում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ, գործող իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հիմնական ձախողումներն են։ Այստեղ ներկայացրած են բացառապես ամենաաղաղակող, ամենաշատ ցավ եւ խնդիրներ մեր երկրի համար առաջացնող փաստերը։ Ըստ պատիվ ունեմ խմբակցության խարխլված է ազգային անվտանգության համակարգը, Արցախը կորսված է, գերիների հարցը չլուծված, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված, տապալված է նաև հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգը, դաշնակիցների հետ վատթարացած են հարաբերությունները, իսկ միակողմանի զիջումներն էլ ընդդիմադիրների գնահատմամբ Հայաստանը դարձրել են խոցելի։ Վարչապետին անվստահություն հայտնելու նախագծում նշվում է նաև ժողովրդավարության նահանջի, ծաղկող կոռուպցիայի հովանավորչության մասին։ Ես առաջարկում եմ հայտարարությունը անվանել հետևյալ կերպ. 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության ճգնաժամի եւ ընդդիմադիր գործունեության ձախողման մասին նախագիծ։ Ձեր առաջարկը չի ընդունվում Բեռնագրի փոփոխությամբ, պարոն Վարդանյան։ Վարչապետին մեղադրելով Հայաստանի ներքին եւ արտաքին հարցերում ձախողումների համար, պատիվ ունեմը պնդում է Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Որպես ելք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները տեսնում են վարչապետին անվստահություն հայտնելու տարբերակը։ Մոտ 2 շաբաթ առաջ այդ օրակարգով նաև խորհրդարանական լսումներ անցկացվեցին։ Հենց այդ օրը հանգուցալուծվեց նաև խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև եղած եւ ամիսներ շարունակված տարաձայնությունները վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգին միանալ չմիանալու շուրջ։ Բայց գործընթացը դրանից հետո էլ տեղից դեռ չի շարժվում։ Հայաստանի Հանրապետության օրենքներով իմպիչմենտի գործընթաց կարելի է մուտք անել 36 ստորագրությամբ, որից հետո 72 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ, քվեարկվում եւ քվեարկվելու, բացասական քվեարկվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կես տարով ստանում է իմունիտետ։ Մենք նման բան թույլ տալ չէինք կարող, մենք չէինք կարող նմանօրինակ կարճատես, անհեռատես քայլ անել։ Վարչապետին անվստահություն հայտնելու համար ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Այն խորհրդարանում կարող է քննարկվել, եթե 36 ստորագրություն լինի փաստաթղթի տակ։ Իսկ վարչապետին հանելու եւ նոր վարչապետ ընտրելու համար 54 ձայն է անհրաժեշտ։ Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշում է, թե երբ ՔՊԱ-ականները կմիանան այս նախաձեռնությանը։ Պարտադիր իմպիչմենտի գործընթացը առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չի։ Եվ դա իշխանության ներկայացուցիչները գիտեն, եւ եթե ուշադիր լսեիք, այդ հարցի մեջ վախը այդ իրողությունից նկատվում էր։ Այո, դա անբաժանելի եւ կարեւորագույն մասն է վարչապետին անվստահություն հայտնելու եւ հենց այդպես էլ տեղի է ունենալու ԿՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին։ Ինչ վերաբերում է այսօր քննարկված եւ մերժված հայտարարության նախագծին, թեև այն ստացավ բացասական եզրակացություն, բայց կքննարկվի նաեւ առաջիկա քառօրյային։